Մեդիան ազատ է, իմ կարծիքով, հատկապես վիրտուալ դաշտը ավելի ազատ է, էլի։ Որոշակի ազատություն կա, հիմա դա միջազգային ստանդարտներին համապատասխանումա թե չէ, դա արդեն մասնագիտական խնդիր է։ Լավ չեմ տենում, չեմ կարծում։ Չգիտեմ, իրոք չգիտեմ, վաղշե չեմ հետևը։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տվյալներով Հայաստանը 180 երկրների շարքում 34-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ըստ մեդիայի ազատության զեկույցի Հայաստանի մամուլը ազատ է միայն մասամբ։ Առաջվա ազատությունն ու բանի չկա։ Չափս դուրս ազատություն ա տվել, ազատությունը մեր ժողովուրդը չեն հասկանում ինչի համար է։ Ցենզուրայից դուրս բանը լինում է, այս թվում է պետքա շտկեն այդ ամենը։ Հարցվածներից մի քանիսը կարծում են, որ պետությունը պիտի լուծի խնդիրը, որ լրատվամիջոցները չափը չանցնեն։ Շատերը այս կարծիքը չեն կիսում։ Որոշակի ցենզ պիտի լինի անպայման, որ յուրաքանչյուր մարդու մտքովին չանցնում է, չվերցնի ու չհրապարակի իր կարծիքը։ Ինձ թվում է պետությունը հիմա չի կարա, անզոր է։ Պետությունը չի կարա ապուշին համոզի, որ դու մարդ եղի։ Չեմ կարծում, որ պետական մակարդակով ուղղակի մեկ ժուրնալիստների չափերը անցնում են, էլի։ Ով է տեսել մի երկրում 2 միլիոն ու կես ժողովուրդն 2 միլիոն 800,000 լրագրող կա։ Իսկ ով է լրագրողն ընդհանրապես՝ զուտ ինֆորմացիա փոխանցող, հարցեր տվող, սադրող, թե բոլորը միասին։ Փորձառու լրագրողների հետ փորձենք հասկանալ, Հայաստանում իրոք 2 միլիոն 800,000 լրագրող կա։ Իսկ դե այդքան վարչապետ կա։ Հանգամանքը, որ ձեզ էլ ասում են, որ 2 միլիոն 800,000 լրագրող կա, եւս պայմանավորված է այն ցածր նշաձողով, որը մեր գործընկերներից շատերը այսօր կարողացել են սահմանել լրատվամիջոցների համար։ Լրագրողը ճշմարիտ ինֆորմացիան հասարակությանը հասցնողն է։ Լրագրողը կարողանում է գտնել այն տեղեկությունը, որը որ հետաքրքիր է հասարակությանը, անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունը բարձրացնել, բացատրել եւ փոխանցել մարդկանց։ Համաձայն չեմ, որ 2 միլիոն 800,000 լրագրող ունենք, բայց համաձայն եմ, որ յուրաքանչյուրը մեր պայմանական 2 միլիոն 800,000-ից կարող է տվյալ պահին անել լրագրողի գործառույթ, հատկապես եթե անհրաժեշտ է։ Հայաստանում մեդիայի ազատության մասին մասնագետների կարծիքները շատ չեն տարբերվում քաղաքացիների դիրքորոշումներից։ Խոսքի ազատությունը այսօր Հայաստանում ոչ միայն կա, այլ երբեմն նույնիսկ դառնում է խոսքի անարխիա։ Լրատվամիջոցներից շատերը չեն հասկանում, թե ինչով են իրենք զբաղվում եւ հանուն ում են դրանով զբաղվում։ Մեդալի մյուս ճակատում մամուլի անկախության հարցն է։ Այս հարցում փորձագետները համակարծիք են։ Լավագույն մոդելը այն է, երբ որ դու խմբագրությունը կարողանում է աշխատել հասարակության հետ, հանրության հետ եւ կարողանում է հանրությունից, այսպես ասած, ֆինանսավորել։ Այդ մոդելը բաժանորդագրության ցավոք Հայաստանում այդքան էլ լավ չի աշխատում։ Գովազդային շուկան չի բավարարում ոնց որ թե այն լրատվամիջոցների քանակին, որոնք ունենք Հայաստանում։ Չեն կարող լրատվամիջոցները լինել լիովին անկախ, եթե ֆինանսավորվում են այս կամ այն քաղաքական ուժի կամ օլիգարխի կամ ֆինանսական կառույցի կողմից գումարներ ձեռք բերելու համար դիմում են ոչ թե ֆինանսական տարբեր մեխանիզմների, այլ տարբեր հովանավորների, որոնցից շատերը հանդիսանում են քաղաքական կամ ֆինանսական անձինք, որոնք հետապնդում են իրենց շահերը եւ ստպում են այդ լրատվամիջոցներին եւս հետևել իրենց շահերին։ Փաստորեն պրոֆեսիոնալ լրագրողները դեռ պետք է անցնեն մամուլի ազատության ու անկախության ճանապարհով։ 2 միլիոն 800,000 սիրողական մակարդակի լրագրողներից ստանան տեղեկությունները, շտկեն ու վերադարձնեն նրանց։ Այս գործին ենք ծառայելու նաև մենք։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։